իսկ կան ինչ-որ նշաններ, որոնց դեպքում օրինակ ծնողները, որովհետև սովորաբար երեխաները ավելի քիչ են, չէ՞, խոսում իրենց գանգատների մասին, ավելի ծնողը պետք է ուշադիր լինի։ Կան օրինակ ախտանշաններ, որոնք արդեն զանգակի նման գործոն են, որ պետքա ծնողը ուշադիր լինի եւ դիմի ռևմատոլոգին։ Այո, իհարկե, բնականաբար հատկապես դժվար է դա բալիկների առումով, եթե դեռ չեն խոսում կամ չեն կարողանում բացատրել, առաջին դա քայլքի խանգարումն է։ Այսինքն դա նկատում է, որ լավ չի քայլում։ Եթե լողացնելուց, լոգանք ընդունելուց կամ ինչ-որ նկատում են, որ ինչ-որ ասիմետրիա կա հոդերի մեջ, ինչ-որ մեկը այտուցված է։ Եթե երբեմն բալիկը լինում է ձեռքը ցավում է ինչ-որ միտեղ արմունկը, ուսը, եւ ինքը չի գանգատվում, բայց չի օգտագործում այդ ձեռքը, հա, միշտ ինչ անում է, մյուս ձեռքով է անում, հա, պետք է այդ դեպքում անպայման ուշադիր լինել, այսինքն շարժունակության, քայլքի կամ հագցնելուց ինչ-որ մի որևէ շարժում, երբ որ հրաժարվում են կատարել, հա, այս դեպքում անպայման պետք է անհանգստանալ, առավել եւս եթե աչքով նկատելի է հոդի տեսքի փոփոխությունը։